Միացյալ Նահանգները առանց ավարտելու բանակցությունները ինքը հարձակվել է Իրանի վրա եւ մենք դրա համար երրորդ դեպք է որ բանակցում ենք Միացյալ Նահանգների համար եւ ամեն ինչին պատրաստ ենք զինված ուժերը լիարժեք պատրաստությունի մեջ են եւ գիտակցում են եթե զահվում գնա բանակցությունները հնարավոր է ռազմական գործողությունները վերսկսվի գեներալները Իրանում շատ վստահաբար փոխանցել են բանակցողներին Իրանի բանակցողներին որ մինչև վերջ պաշտպանեն Իրանի շահերը որովհետեւ մեջքում կայնած են այդ զինվորականները ռազմական դաշտը եւ պատրաստը շարունակելու եւ թույլ այդ բանակցությունները Իրանի կողմը թույլ դիրքից չի սկսեց փորձեցին զինադադար անեն եւ տեղափոխվեն բանակցությունների գործընթացում ինչ որ չեն կարողացել նպատակին հասնեն պատերազմի ժամանակին դրան լրացնեն բանակցությունների ընթացքի մեջ եւ հասնեն եւ տեսան որ բանակցությունները Իրանը շատ ամուր դիրք ուներ եւ հրաժարվեց իրենց պայմանները որովհետեւ միագոմանի բանակցություն չի կարա դեղի ունենա անարդար սկզբանե Միացյալ Նահանգները թելադերողի դիրքից էին խոսում Իրանի հետ հիմա էլ դեռ շարունակում են նման գործառույթը պետք է այդ աստիճան հասնի որ իրեն գիտակցեն որ պետք է միայն փոխզիջումային դարբերակ է կարա աշխատի եւ հարգանքով եւ արդար բանակցություններով կարային համաձայնություն կան եթե չէ դուրս գալու այդ պատերազմից շատ դժվար կլինի օրորին ավելի դժվար կլինի եթե վերս տեսեն որովհետեւ էլ արդեն իրեն պլան չունեն դուրս գալու համար ռազմավարական գործողությունները սպառվել են սամակային գործողությունները Իրանում հեշտ չի կարող է փորձեն մի քանի մեկ կամ երկու կամ քանի կեղծի գրավեն կամ Իրանի ափերին գերավեն ինչ որ հատվածներ դրանով ճնշեն Իրանին որպեսի Հորմոզի նեղուցը պասի բայց հնարավոր է կարող է հաջողվի որ մի քանի ժամ մի քանի օր կարողանան այնտեղ զորք իջացնեն բայց իրենք չեն կարա երկար բահեն այդ զորքերը այնտեղ որովհետև ու Իրանի թիրախում է գտնվում այդ դարաշները եւ երկար բահել չեն կարա Հավանական եք համարում, որ Իրանում որոշեն ի վերջո միջուկային զենք ստեղծել հաշվի առնելով այս վիճակը։ Թրամփը նման մետքեր ուներ, որ ասում էր մի քանի ժամից կվերացնենք ամբողջ մի քաղաքակրթությունը եւ եթե նման մետքեր ունի Իրան էլ համարժեք կարող է հնարավոր լինի, որպեսզի զսպողական ուժ ունենա նման աղետ թշնամիների մետքին չի հասնի Իրանը ունենա դա ոչ թե Իրանն է ուզում նման գործողություն գնա այլ ստիպում են դանում են այդ ամեն ինչը որ Իրանը վերջը հասնի այդ գիտակցություն որ այլևս միջոցներով հնարավոր չի թշնամին կայնացնեն եւ կարող է մեր ժողովրդի համար մեծ աղետ լինի